Հանրային դաշտը նոր արդեն իսկ կայունանում էր եւ եթե հիշում եք դա COVID-ի ժամանակահատված ենք մարդիկ նոր խորանում էին աստղաբանության մեջ ես դրանից 10 տարի առաջ արդեն իսկ ուսումնասիրել էի եւ ասեմ որ 20 թվականի պատերազմի ժամանակ հենց տվյալ ալիքում մենք զգուշացեցինք որ Ադրբեջանը հնարավոր է համապատասխան գործողություններ լինի բայց քանի որ այդ պրակտիկան չունեինք ես պրակտիկան ունեի երբ որ այդ մասնագետի հետ մենք խոսում ենք ես ասացի գիտեք որ 2020 թվականի հուլիս ամսին էր չէ հարձակում եղավ հա Տավուշի վրա եղավ հարձակում Լուսինը խոյի կենթանակերպում էր եւ յուրաքանչյուր իրենց այդ հարձակում իրենք կազմակերպում եթե հնարավոր Լուսինի խոյի կենթանակերպում եւ 2021 թվականի սեպտեմբերի 11-12-ի հարձակման մասին հստակ տեղեկացրել եմ մեկ շաբաթ առաջ նույնը 23 թվականի Արցախյան Այսինքն որոշակի կանխորոշվածություն կա ես կարծում եմ որ նրանք հաշվում են եւ համապատասխան քանի որ խոյի կենթանակերպը Հայաստանի համար բար դիրքեր են նրանք օգտագործում են այդ դիրքերը եւ նաեւ խոյը ես միշտ ասում եմ կարծում եմ որ նաեւ ինչ որ մոգական հնարքներ են նրանք օգտագործում որովհետեւ խոյը դա ոչխարն է արյուն թափելով ըստ իրենց Այսինքն կախարդանք են անում, թուղթուկ իրեն անում, դա չեմ կարող ասել, ես այդ հարթակում չեմ առնչվում, ես կարծում եմ, որ ուղղակի իրենք օգտագործում են լուսնի էներգիան հաջողություններ հասնելու հաջողություններ, իսկ խոյը դա կռիվն է, պատերազմ է, ագրեսիան է, թույլ իմաստով դա այն կենդանին է, որին միշտ մատաղ են անում եւ իրենք բարբերաբար արդեն զգացել են, որ իրենց ուժեղ կողմը եւ այն գործողությունները, որոնք սկսում են համապատասխան դիրքավորումներով հաջողություն են ունենում Ինձ բարբերաբար մեր հետևորդներ հարցնում են Հայաստանի համար օրեր չկա որպեսզի հարձակվեն նախ Հայաստանը եկեք աչքներս լայն բացենք եւ իրականությանը լայն աչքերով հա Հայաստանը այս պահին այն վիճակում չի որ